Տարիներ առաջ ժամանակ առ ժամանակ Սևանի ափով անցնելիս ֆիքսում էիր, թե ինչպես է լճի մակարդակը բարձրանում։ Ծանոթ ժայռը կամ օբյեկտը աստիճանաբար հայտնվում էին ջրի մեջ, սանտիմետր առ սանտիմետր։ Դա նպատակաուղղված աշխատանքի արդյունք էր։ Վերջին տարիներին սակայն նման պատկերի ականատես չենք լինում այլևս։ Չնայած պնդում են, թե լճից ջրառի տեմպերը էականորեն նվազել են։ 18 թվականից հետո մենք ունենք նվազեցում։ Դա նույնիսկ ակնհայտ կարելի է տեսնել արբանյակային պատկերների բարձր լուսաչափի արբանյակային պատկերների դինամիկ դիտարկման ժամանակ 18, 19, 20 եւ 25 թվական այդ շարքով, ապա կտեսնենք, որ նվազեցում կա։ Մակարդակի շարունակական չբարձրանալու հետևանքն է նաեւ լճի ամենամյա կանաչումը։ Սա է պատճառը, որ վերջին տարիներին մասնագետները բարձրաձայնում են լճից ջրառի սահմանափակման անհրաժեշտության մասին։ Կառավարության ներկայացուցիչները դրական են արձագանքում այդ խորհուրդներին։ Օրերս սակայն տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարն էլ եկել խորհրդարան Սևանից հավելյալ 30 միլիոն խորանարդ մետր ջուր բաց թողնելու թույլտվություն ստանալու համար։ Կորուստը, գոլորշացումը պայմանավորված է առաջին հերթին եղանակի անոմալ տատանումներով, տվյալ դեպքում սեպտեմբերի առնվազն առաջին տասնօրյակում միջին ջերմաստիճանից 2.5 աստիճան բարձր ջերմաստիճան ունենալով, եթե դիտարկենք նույնիսկ արբանյակային պատկերներով հունիս ամսին ապարանի, Մարմարիկի, Ազատի ջրամբարների լցվածությունը համադրելով 24-23 թվականների այդ նույն դինամիկայով ժամանակային այդքան մեծ փոփոխություն չկա։ Հարց է առաջանում, թե ինչի համար այսպես օպերատիվ հայտարարվեց Սևանից հավելյալ ջրառի անհրաժեշտության մասին։ Եղանակային խնդիրները վաղուց էին ֆիքսվել։ Եթե ջրամբարները դատարկվում էին, ապա դրա մասին ավելի վաղ պետք է քննարկում լիներ մասնագետների մասնակցությամբ։ Գիտությունների ազգային ակադեմիայի Սևան լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի եզրակացությունը պատասական եզրակացությունն է տվել, դուք չեք նայել սա։ 30 միլիոն խորանարդ ծախսը կազմում է Սևան լճի 6%, սա հավանաբար հետևանք է ջրամատակարարման համակարգից անթույլատրելի մեծ ջրակորուստներին։ Ստեղ չորայի կամ երաշտի հետ կապված խոսք չկա։ Մի խոսքով, ջուրը պետք է ֆերմերներին ցանքատարածքները ոռոգելու համար։ Համենայն դեպս այդպես է խնդիրը բացատրում գործադիրը։ Այլ բան, որ մասնագետներին պարզ չէ, թե ինչ հաշվարկների վրա է հիմնված պահանջվող ջրաքանակի չափը։ Մշակվող կուլտուրաներով պետք է բացահայտենք, որ մենք հաշվենք ըստ մշակվող կուլտուրաների քանի լիտր ջուր է պետք եւ այդ 31000 քանավոր հեկտար ջրելու համար։ Հավաստի տեղեկատվության վրա չեն հետևում, թե որքան մշակելի գյուղատնտեսական հողեր կան Արարատյան դաշտի, Արմավիրի եւ Արարատի մարզի այդ հատվածներում կամ նախալեռնային գոտում։ Սևանի ջրառի թեման միշտ էլ կասկածների տեղիք է տվել, այն պարզ պատճառով, որ նախ հաշվետվողականությունը ջրի օգտագործման առումով եղել է մեղմ ասած թերի։ Երկրորդն էլ ակտիվ զրույցներ են պատտվում, որ հավելյալ ջրառի մեծագույն շահառուները ոչ թե ֆերմերներն են, այլ հիդրոէլեկտրակայանների սեփականատերերը, որոնք հավելյալ դրան վաստակելու շանս են ստանում։ Արմեն Նաթալյան, ժամը լրատվական։